Սիրելի երեխաներ, այսօր մեր դասը նվիրված է հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն։ Ընկեր Ծառուկյան, իսկ այդ ժամանակ հեռախոս կար։ Չէ, Դավիթ ջան, հեռախոս չկար։ Բա Այվազովսկին ինչով էր նկարում։ Որցինով էր նկարում Սուսի ջան։ Ընկեր Ծառուկյան, իսկ է ճիշտ է, որ մենք մեզ խելոք չպահենք, մեզ քոչալացնելու եք։ Ով է նման բան ասել, Սելենա ջան։ Սուրիկ ձեձեմ։ Սուրիկ ձեձեմ։ Ես Սուրիկ ձեձայի հետո կխոսեմ։ Իսկ ինձ ասել է, որ ցեխոտ ոտքերով ներս մտնեմ, կոշիկներս վառելու է։ Երեխաներ ջան, ես հիմա կգամ, հա։ Լսի, այս երեխեքին շուտ տուն ճանապարհի կարևոր գործ կա։ Հայք ինչ ա եղել, ինչի ա գույնդ տենց։ Մատը վատ բան չի եղել, լավ բան ա եղել։ Հիմա դու երեխեքին արագ ճանապարհի, այստեղ մարդ ա գալիս։ Բայց ես չեմ կարա երեխեքին արագ ճանապարհեմ, համելով ա գալիս որ։ Լսի, նենց մեկն ա գալիս, որ իր շնորհիվ սրանից հետո ոչ թե կաղավարձով տներ ման գաս, այլ քո սեփական տուն ունենաս։ Երեխաներ ջան, հենց հիմա զանգում եք ձեր ծնողներին ու ասում եք, որ Եվան ջրծաղիկ է։ Ընկեր Ծառուկյան, բայց ես ջրծաղիկ չեմ։ Դու բժիշկ ես։ Ես քեզ որ ասում եմ ջրծաղիկ ես, ուրեմն ջրծաղիկ ես, լավ։ Վեր կացեք, արագ, վեր կացեք։ Արագ։ Այստանը բոլորով ապրում ենք մի քանի տարի Մեկս բամբասկոտ, մեկը չարիսկ, մյուսը բարի Բոլորը սևական պահում ենք լավ տրամադրություն Բայց մեկս մյուսի վրա փնտրում ենք թերություն Ախր ես մարդա մեկը Ձերքը մեր տաղեկը Բարդա մեկը Մայր իշխանություն Մարդա մեկը Լրիվ հինա մեկը Հասա մեկը Մեզ ամպերություն Մարդա մեկը Անջատացա խելքը Դարդա մեկը Իրար ախարնում Մարդա մեկը Խորամանկա մեկը Մարդա մեկը Այդ ես պատմություն Մարդա մեկը Մի խոսքով Նատա, այս ընկերս, որ Իտալիայում ա ապրում, եկել է Հայաստան։ Հետն էլ շատ թանկ նկար ա բերել։ Ուղղակի այս նկարը գողացված ա։ Ոյ մամա ջան։ Հանգստացի քուրս։ Մեզ պետք է ուղղակի որ այդ մարդու հետ հենց ստեղ հանդիպենք։ Այսինքն ուրիշ տեղ չկար հանդիպելու։ Նա տեսեն միակ տեղն է, որտեղ ոչ մեկի մտքով չի անցնի, որ ստեղ կանտրաբանդիստ է գալու։ Կանտրաբանդիստ։ Գնացեք հա ստեղից։ Նա հանգստացի, ասում եմ քո սեփական տունն ես ունենալու։ Կենտրոնում, 2 հարգանի։ Հայլի, ճիշտ ասում քուրս։ Դուրը լավ ես փակել։ Մանկարծ մարդ չգա, գնաց տուկի։ Բարև Սիրան։ Բարև Սամվել ջան։ Ես ոնց առավոտ շուտ դու ես իջել խանութ։ Կանս լավ չէր զգում իրան։ Վայ, գանը որ քո ձեռը դիմանում է, դի պարտաս ասում։ Կերազեր չէ իմ նման տղամարդ ծոցումը կողքի տններ։ Սիրանը կյանքում տղամարդու պատաշ չի ունեցել։ Մոռացել ես, հա, երևի, այն ջահել ժամանակ խանութի դռան դեմի հերթը։ Սիրան այդ ընդամենը հացի հերթ էր։ Բարև ձեզ։ Վայ, բարև կրասավիցը ջան։ Լսի, ոնց որ Սոֆի Լորեն ելնես, գնալով սիրունանում ես։ Ոյ շնորհակալ եմ շատ Սիրան ծյոծյա ջան։ Դոշնի գայանս է։ Այն էլ որ ջահել ժամանակ սենց հագնվում դուրս էր գալիս, թաղը խառնում մեր իրար։ Գնորդով ա լինելու։ Անջան, իմ հետևորդների մեջ մի հատ մարդ կա, որ համ արվեստ ա շատ սիրում, համ էլ լիքը փող ունի, էլի, ինքն ա լինելու։
Եթե Հայկի ուղարկած մարդն էլ մեր ուզած թիվը չտվեց, ես մարդ ունեմ, ում հաստատ էս նկարը կհետաքրքրի։ Ապե, ինչ մարդիկ։ Ես Հայկին ասել եմ, որ շատ քիչ մարդ պիտի իմանա այս նկարի մասին։ Արմեն ջան, դու հանգիստ եղի։ Այս թեմայի մասին ես ու Սևակը գիտենք դեռ։ Ինչ էր։ Հեչ, այդ մեր կատուն է։ Ստեղ ենք պահում էլի։ Ոյ Սամվել ձյաձյա, շատ շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ։ Նրա ջան։ Եթե բասում են կտրելու կնես ու կդժվարանաս, ինձ ձեն հանետի հատուկ ձև ունի, ու հետո դժվար գործա։ Լավ, տվեք, ծանր եմ։ Այ Տիմնա ջան, սրա ինչն է ծանր։ Սրա ինչն է ծանր, հա։ Ոստորեն ճիշտ էիք ասում, որ սովետական միության ծանրամարտի չեմպիոն եք եղել։ Սես բարձրացնում էի ու բադա։ Չկա։ Ինչո՞։ Զերս։ Ոյ էլի ձեր ակցիաը թուլացավ, տվեք։ Այ սենց է 70 թվին, որ զերս ծկավ, ինք փոխարին Յուրի Վարդանյանին տարան օլիմպիական խաղերին։ Դե լավ, տվեք։ Էսի մեր Հասկացա։ Ցտեսություն, շնորհակալ եմ շատ։ Ես գնամ Գայան ծյոծյա, այսօր կեսարյան ունենք, արտառոց դեպք ա, մայրը միանգամից 4 երեխա ա ունենալու, պատկերացնում եք։ Մայր եմ ասել է մայր, բայց չէ իմ հարսը, կառանձնեմ ենք, հետո երեխա կունենանք, գնա Թամարիկ ջան, գնա։ Լավ։ Այ մամ, այս սև շլվարը չկա ու չկա։ Նատան միտեղ դրած կլինի էլի։ Կամ էլ անհետացել ա էլի։ Այդ ինչն է անետացել։ Ինչ-որ բան է կողացել, չհասկացա։ Սամվել ջան, տնից ամեն օր իրեր են անհետանում։ Լուրջ։ Բայց ո՞նց է որ իմ իրերից չեն անետանում, հա։ Քեզ ուրայիր, քորոնամ ես։ Չհասկացա։ Այդ ուզում ես ասել, որ Սամոյի տունը գող ա մտե, հա։ Հա ուշադիր լսի։ Այսօր Պոլել Շուրջեսի կրկնությունից հետո ես ժողով եմ հրավիրում ու Սամոն կասի, թե գողինն ու են մյուսինը քանի օր ա։ Ժողով։ Ես քոնն է։ Ասենք ոնց ես պատկերացնում, դա իմ շալվարն ա։ Մամ գտա շալվարս։ 1000 եմ ասել Նատային, այս սպիտակների մեջ սևերը մի գցի, գույն ա տալիս։ Նստեց Արտուշին, արա նստելուց առաջ ու շատ իրեղի, էդի տղամարդու հպարտությունն ամեն մարդ չի կարա դրան կպի, այ։ Արմեն ջան, դու հանգիստ եղի, մենք շատ լավ հասկանում ենք պահի լրջությունը։ Բայց եթե ուզում ես այս նկարը մինչև վաղը ծախվի, պիտի մեր մոտ մնա։ Էլի եմ ասում, շատ ուշադիր կլինեք։ Ախպերս եւս մեկ անգամ զգուշացնում եմ քեզ։ Կարաս հանգիստ լինես։ Դու գիտես մենք ինչ լուրջ մարդիկ ենք։ Հասկացա։ Ինձ մի հատ տաքսի կկանչեք։ Հենց հիմա։ Արմեն ջան, տաքսիդ մի րոպեից շենքի մոտ է։ Դե գնացի, մինչև վաղը։ Ես կճանապարհեմ։ Շատ կարողանում ենք այս նկարը միջև վաղը ստեղ պահենք։ Այլ իստեղ ապահովա։ Երկուստ էլ գնորդ ունեք, բայց ոչ մեկդ խելք չունեք։ Գիտեք վաղը ինչքան երեխա ա գալու ստեղ։ Դուք պատկերացնում եք հանկարծ այդ թանկանոց նկարը ընկնի ձեռքները։ Ալ ճիշտ ասում։ Ամեն դեպքում այս նկարը պետք է մեր մոտ լինի։ Որտեղ էլ թողենք ռիսկայինը։ Ապեր այս նկարը որ տարանք տուն Սուրոնը իմացավ, հաշվի մաման պապան էլ կիմանան։ Դե մաման պապան էլ որ իմացան, ամբողջ Զեյթունի իմացավ էլի։ Նատնա ինչ ենք անում։ Դու հիմա մեզանից շուտ ես գնում տուն, մեր հետ կապի մեջ ես լինում, որ հասկանանք այս նկարը ոնց ենք մտցնում տուն։ Լավ, փորձեմ մի բան անեմ։ Եթե առանձին տունս չեղավ, չէ, երկուսիդ էլ սպանելու եմ։ Մանավանդ քեզ։ Մարտը մեկը Սուր։ Աչուկս, ես ինչ աղի կյանքս, ողկյան։ Մի կպի։ Միա միտնստել եմ հարթուկին այսեց կլոր վառացա։ Չկպտես։ Սուր սիրտս կտոր եղավ։ Մի օր քեզ մենակ չթողնեմ։
Հարսի պես էլ այսօր պիտի գնայի Սուրիկ պապի նկարը վերցնեի, զանգեց ասեց պատրաստ է։ Ոյ ափսոս։ Դեն շատ մի մտածի կյանքս, հեսա կզանգեմ աշխատողը կբերի մեր տուն։ Ես մի քիչ քնեմ հանգստանամ։ Սուր։ Սուր կարող է գնաս մեր սենյակում քնես։ Քնած եմ էլ։ Չէ, կյանքս խնդրում եմ։ Դե կյանքս ասեցի մի կապեք էլի։ Լավ գնում գալի հետևից ձեռը տալի, չեմ հասկանում այդ ինչ արա։ Վաու, խալավի Սուրոսեր։ Մամ, ես գնացի կլայենտ ունեմ, վերջացնեմ գամ։ Ինչով ես գնում շողջան։ Արգիշնատանում, խե։ Ինձ կիչացնեք կոմիտաս։ Շուկայում կաբաչկ եմ տեսել 30 դրամ էժանը։ Իհարկե կիչեցնեք, մամ ջան, արի։ Հա, մամ ջան։ Իսկ կարողա չհալարես իջնես 3-րդ մաս, այնտեղ ավելի էժան է կաբաչկին։ Ես մերդ չեմ, որ 20 դրամի համար ոտով հասնեմ էջմեածին։ Շողջան, իջի, տղամարդը չի սիրում իրան սպասացնում են։ Ես գնամ տոպրակ վերցնեմ գամ, որ ավելորդ փող չտամ տոպրակին։ Մնաց պապան։ Կյանքս։ Կյանք, նման ես ստերիլ գարդային, 100%-անոց բնական ես ու անունդ էլ իր անունի պես դժվար է արտասանվում։ Ձեր կուրսի մագային ուզեի։ Էլ ավելի շող, ես լավ իմաստով էի ասում։ Բարև Արգիշ ջան։ Բարև ձեզ տիկին Գայանե ջան։ Կյանքս մամային իջացնենք կոմիտաս, էլի կավաճկի պիտի առնի։ Հա, իհարկե, շատ ճիշտ եք անում, որ այնտեղից եք առնում։ 30 դրամ էժան։ Հա, դե եթե հնարավոր է շուտ գնան գանք, էլի ուզում եմ արագ տուն վերադառնամ։ Լավ։ Մամ, Հա ջան։ դու նկատեցի, որ Նատան ուզում էր մեզ ցրեր։ Հա, բայց ձեն չհանեցի։ Մերդ այնքան բանա տեսնում լռում։ Մի հատ զանգի նատային տես ինչ եկավ։ Դու ինչ չես զանգում։ Ես զարատկա չունեմ։ Զարատկա չունեմ։ Որ 5 տարեկան երեխու մեր է, վեճնի զարատկա չունեմ։ Այս նկարը թանկ չուներ կտայի գալքին։ Ասա Հայկ, Ինչ կանատ։ լսի շողուն ու մաման գնացին, սուրում քնելա, բայց պապան տանն աղել է։ Մի վարկյան, ես ինչ անում։ Սպասի եսա կզանգեմ։ Լավ։ Սպասի կզանգի։ Պապ, այս ինչ ես անում։ Էջ, մեր տան գողերին եմ ուզում բռնեմ։ Բա այս ինչ վիդեոկամերա է։ Ոնց։ Ես վիդեոկամերայով քո Սուրոյի հարսանիքներ նկարում իմ օրողբերը, մոռացել ես։ Հա, այս այդ լեգենդար վիդեոկամերան, այն որ իմ ու Սուրոյի հարսանիքի մեջ մենակ դու ու քո բանակի ընկերներն էիք։ Ավելի քիչ խոսեմ, մի քիչ ես կանգնում։ Ուզում հասկանամ ես աշխատվածը չէ։ Ես ինչի չի միանում, հա։ Պապ, երևի չի աշխատում, գիտես։ Կարող է հենց հիմա իջացնես բարեկամության մետրոյի տակ մի հատ լավ մասնագետ կա արագ սարքի։ Չէ, այ բանա մտնում ես այդ մետրոյի անցումի տակ չես կարողանում երկու դուրս գաս։ Դուրնա մի հատ բաց ու շուտ այստեղ էլի։ Կներեք, եթե խանգարում եմ, կարող է աղ ունենաք։ Հա, հիմա կբերեմ։ Հեսա ես կբերեմ, Թինա ջան։ Քո նման սովորական աղջկար։ Այն սիրանի նման խոշոր աղա, ոչինչ։ Հա, կանցնեմ։ Շնորհակալ եմ։ Ինձ շանթին։ Ինչ։ Նայում եք, ինչի փագեցի։ Սևո, նորացա մեր զարատկա չունեմ, էդ ում ես գրվում։
Աշխատողներիս։ Mən որ ասում եմ, ուղարկում եմ Apex Cup տաքսի քշեն։ Այդտեղից ամեն մեկից մի տոկոս եկամուտ ունեմ։ Հո այս խառապային պետք է պարտադիր գրվես։ Ապեր դե որ ասում եմ կարևոր է, ուրեմն կարևոր է, էլի հերիքա փնփնթաս։ Հələ մի րոպե։ Նատանա։ Հա, Նատ։ Ալո, ինչ եղաք, եկեք շուտ, քանի պապան սալում ա քնած, սուրում էլ սենյակում ա քնած, չէ մաման դեռ չի եկել, հա շուտ եկեք, մամ, ինչա, խանգարեցի, որ շուտ եկա, չէ, ինչ պիտի խանգարեիր, մամ ջան, ես չի մանամ, Հենց հիմա պիտի զորտներ ես մարդը։ Չեն անասանելը, լիվտի մեջ են երևի։ Գայա։ Պապջան, ինչ ա պետք, ասա հարցդ կանի քո համար։ Չէ, ոչ ման չեմ ուզում նեղություն տամ, ես ինքս ցավ։ Չէ, նեղություն չես տալիս, պապջան, ասա։ Աբա չեմ ուզում նեղություն տալ, ես ինքս կանեմ, նա ձեռքը բարձրանում է։ Ես դու քանում ով է։ Մաման։ Մամա։ Իա եկա։ Մամ։ Էս ի՞նչ է։ Ես պապի նկարն է։ Ալը տևեք տան ոնց է սակում։ Պապ չէ, Շուշեն տարել ենք, ցել ենք տվել, ասացին մի քանի ժամ պիտի մնա, որ ինքը չորանա։ Սովորաբար երկար ա չորանում, տենց։ Հրմերը տա։ Ուր։ Այստեղ եմ սորային սենյակը։ Ինչի համար։ Դե պապ ջան, ստեղ արև կողա էլի, նորմալ կչորացնի արևը։ Հա, ճիշտ է, շատ արևոտ ա մեր սենյակը։ Իսկ ո՞մ արևը կողը նա չորացրել է, բերի այդ նկարը տալի զալի սեղանին։ Այդ նկարը տալի զալի սեղանին։ Այդ նկարը տալի զալի սեղանին։ Ասի այդ նկարը տալի։ Պապայի նկարն է։ Քո պապայի չէ, իմ հորս նկարն է։ Ո, ես բան ասցի։ Նա դա ես չտարան խոանոց։ Զալի սեղանին։ Զալի սեղանին, հեսա եկա։ Զալի սեղանին հեսա եկա։ Բարեձեզ։ Քուրիկ ջան, սուրիկ պապի նկարն է, Սուրեն ասաց, որ բարձրացնեմ վերև։ Խնդրում եմ, ես նկարը տարեք, հետո կբերեք էլի։ Նատալի ջան, հետո ո՞վ է։ Պապջան, նկար են վաճառում։ Նկար։ Ինչ նկար։ Ցիվ նկար է։ Ձիու։ Հələ մի հատ նայեմ, կարող է հորս ձիուն նման է, էլի։ Բան ես, պապ, նայ, ես նկարը հաստատ բան նկար չի։ Ապեր ես նկարը տալում ես ձեզ, հետո ես կգամ կվերցնեմ, ոչ մի րոպե, այ լիվսը տել եկա, գնա։ Սա ինձ ասել են ձեզ տամ։ Պետք չի, այդ փաթաթի տա ձետունը դի։ Շեֆ GPS-ով ցույց է տալիս, որ նկարը այս շենքում է, բայց որ բնականն է չեմ կարող ասեմ։ Ինձ մի հատ մկը բացատրեք, այս նկարը ինչ պետք է անեմ, ում պետք է տամ։ Շեֆ նկարը գտա։ Լավ եղավ, մի բան կանեմ։ Այդ հերո հորս նկարից։ Հերո հորս նկարից։ Կացանք։ Հա։ Ջան, Ասել ես որ ժողովուրդը ժամը 5-ին տանալն է։ ասել եմ փղիկս։ Ադե, բան։ Ինչքան որ։ Ժողով ա անում պապան։ Մեր ներվը պապայի ժողովը։ Լրիվ։ Հոп, 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 հերո հորս նկարից։ Ժողովուրդ, բակում ինչ-որ երեխու են ծեծել ու ձեռքից նկար առևանգել։ Ինքն էլ մեր ընտանիքի անդամների անուններն ա տալիս։ Հիմա մի րոպե ուշադիր։ Կանանիկ մնում են տանը, տղամարդիկ իջան ներքև, արագ։ Խմի տղա ջան, շատ վախեցրես։ Սիրան տա, ես ինչ ա եղել։ Փաստորեն, ձեր պապի նկարը տենց թանկարժեք նկար է, որ այս խեղճ երեխու գլուխը ջարդեցին նկարն էլ առան տարան։ Աբա թանկը, բա ի՞նչ է։ Վայ։ Սամվել, հորդ նկարի հեղինակը ով է։ Մարտիրոսը։ Սարյան։ Չէ, Գևորգյան։ Բա որ տենց է։ Ինչի, այս խեղճ երեխու գլուխը ջարդեցին նկարն էլ գողացան տարան։ Ով կարար հորս նկարը գողանալ է։
Հորս նկար տունը դրած է։ Արա դու հորս յուր չես տանում, այ կաջակա։ Հորս նկարը տանում։ Որ պարեկները գալու են հազարը Պակիստանի Իրան։ Տրան գնացինք եկեք։ Արիա։ Այս խեղճերը քանի ինչով է մեղավոր։ Մարտը մեկը Ո՞ս գիշերի մեր մոտ Զուրո։ Հա, պապ ջան։ Արի նստի։ Չէ, պապ ջան, դուք նստեք։ Իմ մեջքը մի քիչ ցավում է, էլի։ Ես կանգնացել կլսեմ։ Մեջքը տեր։ Պապա, Արտուկ։ լավ, ինչ ասեց, տենց ոգևորվեցիր։ Լավ։ Ուրեմն ուշադիր ընտանիքի անդամներ։ Ժողովի իմաստը կայանում է նրանում, որ բոլորը միասին հասկանանք, թե ուր է կորում մեր տան իրերը։ Եվ ժողովի ամենագլխավոր հարցը։ Ուր է հորս նկարը։ Բայց նկարը ստեղ դրած էր։ Ուր է։ Բայց իրոք ուր է այդ նկարը։ Տատա որտեղ է ստեղի դրած նկարը։ Ժողովուրդ, ես երդվում եմ, չգիտեմ ով է տարել այդ նկարը։ Ոստիկանները տարան են տղային։ Այ մամա ջան, մենակ հորս գլխին չսարքեր։ Սկսեց էլի անկապ դուս տալ, ագրավի նման կռում ես մեզ։ Ինչ ես խոսում, ես կարող չունեմ իմ Ո՞ս գիշերի մեր Սուսեք։ երազս կատարվեց։ Շիրվանզադեն տանս նստած քաոսներ կարդում։ Մարտը մեկը Ոնց որ ողորմացի քերս էր ասում, եթե ոզդիները գետից ջուր են, Պապա լբիրոպ է սուս։ Այսօր Քանաքերզայթուն համայնքում տեղի ունեցած կողոպուտի մասնակիցը ձերբակալվեց։ Հիշեցնենք, որ վերջինս գողացել էր Սուրիկ Պապիի նկարը։ Հետաքննությունը շարունակվում է։ Ապա դու բան հասկանում ես, ես հորասարև բան չեմ ճոգում։ Պապու նկարը հեչ, ուրա Դավինչիի նկարը։ երես, Կեսրարս գերեզմանում սալտո տվեց։ Հանգստացնող տեղ բերեմ, մամ ջան։ Կային ծեծե ջան։ Սամվելի համար վեր։ սավերի հոշում ամիտ։ Նատալյա, բասում էր են տղում, մոտի նկարը ձիու նկարա։ Պապ ջան, այդ տղանից ձիու նկարա ցույց տվել։ Բա եթե պապիկի նկարը իրանց մոտ։ Բաստեղ ում պապիկի նկարն է։ Ուրա հետ նկարը։ Պապ ջան, այն վիդեոկամերան որ դրել ես, ուր է։ Բեր ձայնագրությունը տեսնենք ով է տարել այդ նկարը։ Ոյ, ես քո ցավը տանեմ։ Ասեց, հարցությունն Լարիսա, Լարիսա։ Մարտը մեկը Հա, Սվետի հարցն էլ հղիացավ։ Իմ հարսը 24 ժամ մորտանն է, որտեղից հղիանա։ Չէ, չի կարող պատահի։ Առաջ դու, առաջ։ Այ առաջ եմ տալի էլի։ Դավայ։ Շատ լավն եմ է։ Դրա համար էլ արգեշտս կինոն թաղում ինձ է նայում։ Լավ։ Մի տեսակ նմանացնում եմ ինձ Իրինա Շեյքի։ Առաջ դու, առաջ։ Աստված ջան, թող այս տունը լինի, էլի խնդրում եմ։ Ոչինչ, թող մեծ տուն չլինի, 20 քառակուսի է լինի ինձ հերիքա։ Ես կանգնացել կքնեմ, մենակ լինի։ Ինչ վատ բան եմ ասել, որ։ Առաջ դու։ Էս ինչ փոշոտ է։ Լավ։ Սամվել ձյաձյան կգա, իրա դիմացը կմաքրեմ։ Առաջ դու։
Լավ է նկարը։ Սուրո, ուր է նկարը։ Չոք, հաստորեն դու ես, հա։ Լեմ սպասի, iPad-ս ես դու վերցրի արա։ Կյանքի սորագիրն էլ ես դու տարել։ Բժշկական խալաթս էլ չկա։ Խոսարա։ Հա, ես եմ տալու։ Պապիրասուսը։ Մուտքի խալին էլ։ Ընտանակների նաբորն էլ։ Միրուկ է։ Բա որ տարել ես ինչ ես արել։ Պապա ջան, ուղարկել եմ գաղութ։ Տղեկի։ Ուղարկել ա գաղութ։ Հա ինչ։ Տղերքի։ Մարտը մեկը